Ինչպես է անցկացվելու 10 հատ 1 միլիոն ՀՀ դրամին համարժեք ճամփորդական վաուչերների գովազդային վիճակախաղը։ Գովազդային վիճակախաղի ընթացակարգ։ Հուլիսի 18-ին 14:00-ին կամփոփվի Իդրամի կողմից անցկացվող գովազդային վիճակախաղը, որին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ Իդրամի Facebook-յան էջում եւ YouTube-յան ալիքում։ Կանոններին համապատասխանող վճարման յուրաքանչյուր կտրոն ունի 7-անիշ անհատական համար։ Կտրոնները ստանում են համարները ըստ հերթականության։ Օրինակ, գովազդային վիճակախաղի առաջին կտրոնն ունի 0,00001 համարը, իսկ հաջորդը 0,00002 համարը եւ այսպես շարունակ։ Գովազդային վիճակախաղի ժամանակ հաղթողները կընտրվեն լոտոտրոն սարքի օգնությամբ։ Պատահականության սկզբունքով հետևյալ կերպ. 7 բաժիններից կազմված լոտոտրոն սարքը հերթականությամբ դուրս կհանի մեկական թիվ, որոնց կոմբինացիան կլինի հաղթող կտրոնի համարը։ Գովազդային վիճակախաղի շրջանակներում յուրաքանչյուր մասնակից կարող է ստանալ շահում ընդամենը մեկ անգամ։ Քանի որ կտրոնները ստանում են համարներ ըստ հերթականության, ապա եթե գովազդային վիճակախաղի ընթացքում ակտիվացված վերջին կտրոնը ունենա 4-5-7-0-9-7-8 համարը, ապա գովազդային վիճակախաղի ընթացքը պարզեցնելու համար լոտոտրոն սարքի առաջին բաժնում կլինեն հավասար քանակությամբ 0-ից 4 թվերը։ Մնացած բոլոր բաժինները կունենան 10 գնդիկներ 0-ից 9 թվերով։ Բոլոր բաժիններից դուրս բերված թվերը միասին կկազմեն հաղթող կտրոնի համարը։ Կտրոնի համարն ունենալուց հետո Իդրամի աշխատակիցը կստուգի կտրոնի վավերականությունը եւ տվյալ կտրոնն ունեցող օգտատիրոջ համապատասխանությունը գովազդային վիճակախաղի կանոններին, որից հետո հաղորդավարը ուղիղ եթերի ընթացքում կզանգահարի հաղթող մասնակցին Իդրամ ընդայդի բանկ հավելվածի հաշվում գրանցված հեռախոսահամարով։ Շահող մասնակցի հաջող նույնականացումից հետո հաղորդավարը նորից կգործարկի լոտոտրոն սարքը հաջորդ շահող թվերը գեներացնելու համար։ Գովազդային վիճակախաղի շրջանակներում կխաղարկվի 10 հատ 1 միլիոն ՀՀ դրամին համարժեք ճամփորդական վաուչեր։ Ուշադրություն. մասնակցի հեռախոսազանգին չպատասխանելու դեպքում հաղորդավարը կզանգահարի նրան եւս 2 անգամ։ 3 անգամ մասնակցի հետ կապ հաստատելու անհաջող փորձից հետո շահումը կհամարվի անվավեր եւ հաղորդավարը նորից կգործարկի լոտոտրոն սարքը նոր շահող թվեր ստանալու համար։ Յուրաքանչյուր զանգի ընթացքում հաղորդավարը սպասում է այնքան ժամանակ, մինչեւ մասնակիցը կպատասխանի կամ զանգն ավտոմատ կերպով կանջատվի։ Եթե լոտոտրոն սարքի միջոցով դուրս բերված թվերով կտրոնը վավեր չէ կամ տվյալ կտրոնն ունեցող օգտատերը չի համապատասխանում գովազդային վիճակախաղի կանոններին, ապա հաղորդավարը նորից կգործարկի լոտոտրոն սարքը նոր շահող թվեր ստանալու համար։ Բոլորին մաղթում ենք հաջողություն։